Բարև ձեզ։ Սիրով։ Եվ այսպես, մենք տեսանք առաջին օրը Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ուղիղ հրահանգ տվեց, որպեսզի դատախազությունը գնա երկրորդ նախագահի ընտանիքի հետևից եւ արդեն 3 վաղ առավոտյան տեսանք այդ շոուները, որ կազմակերպել էին եւ 3 ուշ գիշեր հայտի դարձավ կամ արդեն ուսադեմի, որ երկրորդ նախագահի որդուն Սեդրակ Քոչարյանին կանոնավորեցին 2 ամսով 7-8 ժամ միայն խուսափություններ էին իրականացնում ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։ Դե ըստ էության նաև այն պատճառով, որ Լևոն Քոչարյանը ասել էր, թե ժողովուրդը իրենցից մեզանից ինչ է պահանջում, ուղիղ մեջբերման են, բախտից դավաճանների ինչ են շարունակում մնալ։ Սա այն բառապաշարն է նաև, որով 2 օր Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում այսպես քանդիրապետումը կորցրած բղավում է։ 3 էլ մի քանի անգամ աչքի ընկավ, պատերին տալ, ծեփել, կզզնելու եմ, ասել եմ, անելու եմ։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր խոսքը։ Նախ եւ առաջ պետք է հասկանանք, որ այս տղաները եւ աղջիկները պարզապես հաբրգել են։ Իսկ հաբրգում են նրանք եւ այն պատճառով, որովհետեւ հակակշիռներ չկան, հա, եթե ամբողջ դատախազությունը, ԱԱԾ-ն, քննչականը մեկ անձի ձեռքում է եւ այդ անձը դավաճան է, բնականաբար նրանք հաբրգելու են։ Նրանք հաբրգում են, որովհետև Հայաստանում 20 թվից հետո պարզվեց, որ ռազմական էլիտան այն էլիտան չէ, որը պետք է լիներ, որովհետև եթե լիներ ռազմական էլիտա, նա պետք է ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության վտանգները հասկանալով մեկուսացնել դավաճաններին։ Հիմա բնականաբար, եթե դավաճանները մնացել են այս լծակներին են տիրապետում, իրենք այդ դավաճանաբար ամեն ինչը շարունակելու են անել եւ այն ինչ որ կատարվում է Հայաստանում այս 8 տարվա ընթացքում, սա բնականաբար ինքնության եղերն է։ Նրանք հայերիս փոխում են, հա, ոնց էին թուրքերը, ասենք, զենքը դնում հայ կանանց գլխին ու ասում պետքա փոխվես թուրքական իսլամի, թե չէ կսպանենք, որոշ կանայք իրենց արժանապատվությունը չէին բանանում, կորցնում, ձորից էին գցում կամ ինչ-որ այլ կերպ, օրինակ իմ մեծ տատիկիս մայրը այդպես իրեն Կեսարիայում ձորից գցեց ըստ պատմածների, ոմանք էլ ստիպված ընդունում էին հույս ունենալով, որ առաջիկայում նորից կարողանան ինչ-որ ձև գաղտնի փոխանցել այդ ինքնությունը։ Հիմա սրանք հասկացել են, որ կարելի է դա անել փուլ առ փուլ, հա, այդ ինքնության վերացում։ Հիմա Քոչարյանների ընտանիքի հանդեպ այս բռնաճնշումները կապված են նաև նրա հետ, որ այս ահաբեկչական ծրագիրը 2026-ից 31 թվականի մենք հասկանում ենք, հա, որ իրենք ներկայացրել են միայն ծրագիրը, թե ինչ են անելու, բայց հավելվածները մեզ չեն ներկայացնել։ Օրինակ այնտեղ հավելված կա խոչընդոտները, հա, ու sense խոչընդոտները sense թվարկած գնում են, տեսնում են ով է խոչընդոտում եւ այդ խոչընդոտները ահաբեկիչները պետք է վերացնեն։ Բնականաբար Քոչարյանների ընտանիքը նրանց թուրքական պանթուրքիզմի համար խոչընդոտ է, որովհետեւ այդ ընտանիքը Արցախի հայերի իրավունքների եւ Հայաստանի ամբողջականության եւ անկախության համար է պայքարում եւ իրենց ֆինանսական միջոցները դրան են ուղղվում։ Նույնը կարելի է ասել Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, եկեղեցու մասին եւ Սփյուռքի մասին։ Հիմա երբ որ իրանք Սփյուռքի նկատմամբ ատելություն են տարածում, ի՞նչն է պատճառը, որովհետեւ Սփյուռքը այն կազմակերպված օրգանիզմն է, որը ասենք ֆինանսական միջոցներ է հատկացնում Հայաստանում հայերի ինքնությունը պահելու։ Մեկը մշակութային, մեկը կրթական, մեկը կարող ավելի տես ենթակառուցվածքային եւ այլն եւ այլն։ Հիմա այս տղաների եւ աղջիկների համար սրանք խոչընդոտներ են, որտեղ որ ֆինանս կա, ֆինանսով երակ կա, որը ուղղվում է, հա, երակը ուղղվում է հայերի ինքնության, հայերի իրավունքների պաշտպանության, դրանք պետք է կտրել։ Սովորական թուրքական տակտիկա, զարմանալու բան չկա։ Հիմա ասենք Թուրքիան 20-րդ դարի սկզբի իր կատարած ոչրագործության համար 100 տարի անընդհատ sense այդ բեռը վրան կրում էր, ասած ախպեր, հետո գալիս են մեր դիվանագետներին են սպանում, մեր այդ մարդակեր էնվերներին են սպանում, բան են անում։ Հենա եկեք հայերի ձեռով անենք, եթե վերջում էլ ասենք այդ արդեն հայերը կկոտորվեն կուզենան հաշվի հարդալ լուծեն ոնց որ Նեմեսիսի ժամանակ, այդ թող գնան իրանց լեզվով խոսացողներից այդ հաշվի հարդանները լուծեն։ Սա այս 21-րդ դարի upgrade եղած ցեղասպանական քաղաքականությունն է։ Հիմա եթե դուք ինքներդ էլ մտածեք, օրինակ
այս պահին ազնիվ խոսեք, հա, դուք ավելի շատ ում եք ատում Նիկոլ Փաշինյանին, թե Իլհամ Ալիևին։ Չէ, ազնվությամբ, ասես մի հատ փորձեք ձեր սրտի խորքը մտնել եւ հասկանալ։ Ում մասին եք ավելի շատ ամեն օր ումից եք ավելի ներվային անում, ում հանցագործություններն են ձեր վրա ավելի շատ ազդում այս տարիների ընթացքում։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի։ Դա նշանակում է, որ ատելությունը Թուրքիան կարողացել է ներս բերել։ Հիմա կարևոր չի, հա, թե դավաճանական, թե փթիրության, թե ասենք փողով կաշառելով են այս ամեն ինչը արել, փաստ այն է, որ ատելությունը ներս են բերել Հայաստան, հայախոսների վրա է ատելությունը, եւ եթե ուզենան նույնիսկ հայերը գա մի օր, որ ուզենան, ասենք հաշվեհարդար տեսնեն, հիմնավորում չեն գտնելու, թե ինչու պետքա թուրք դիվանագետի հանդեպ հաշվեհարդարը տեսնեն, չէ՞։ Հիմա այս պարագայում ամբողջ իմաստը սա է, Քոչարյանը այն գաղափարն է, որ ասում է Արցախը հայկական է, սա այն գաղափարը, որ ասում է Տիգրանաշյանը հայկական չի։ Հիմա Արցախը հայկականային գերի է վերցել, Տիգրանաշյանը հայկական չեն։ Եվ բացի դրանից հուրախություն Իլհամ Ալիևի, Հայաստանում շատերը ավելի շատ ատում են Ռոբերտ Քոչարյանին, քան սիրում են Հայաստանը, հայրենիքը, Արցախը եւ Հայաստանի քաղաքացիներին, ինձ, ձեզ, Մարիամին, Անժելա Թովմասյանին եւ մնացած բոլոր այստեղ ելույթ ունեցողներին։ Տիգրանաշյանը, ինչպես ասում են, միայն Տիգրանաշենցությունը չի, դա բոլորինս է, մեր հայրենիքն է, նույն այդ մարդիկ գիտեն։ Հա, ով հակառակ հանձնումով ինչ է սկսվելու եւ ինչ աղետի առաջ ենք կանգնում։ Ես չեմ կարծում, որ Տիգրանաշյանը կհանձնվի եւ սահմանադրությունը կփոխվի, որովհետեւ ես ավելի հակված եմ կարծելու, որ ժողովրդի իշխանությունը վերադարձնելու է ինքն իրեն։ Տիգրանաշյանի հանձնման պարագայում շատ պարզ է, հա, Հայաստանի կոմունիկացիաներին է տիրապետելու հյուսիսից հարավ Երևանից մինչև Մեղրի ճանապարհներին է տիրապետելու ու բացի դրանից Երևանի վրա բացազատվելու ռազմավարական աներևակայելի հնարավորություններ ունենալու, ասենք վարկյանանոց բան է, այդ Տիգրանաշենից, ասենք ինչ-որ մի հատ հրթիռ կախել Երևանի վրա։ Ու բացի դրանից հետագա այդ լծակները, որոնք ունենալու է Հայաստանի վրա, տեսեք օրինակ հիմա բաները, այս չզոհվածները, որ Արցախը հանձնեցին, չէ, ինչքան լծակ ստացավ Ալիևը, որ Ջերմուկի բարձունքները, Տավուշի բարձունքները հանձնեցին, ինչքան ավելի լծակ ստացավ Ալիևը, չէ։ Հիմա պատկերացրեք Տիգրանաշյանը հանձնի, ինչքան լծակ է ստանալու կրկին այդ Ալիևը։ Ոտքով Երևան գալը ոնց ասել է Ալիևը, ուղղակի ժամերի օրերի հարց է լինել։ Դե սկզբի համար կարող է տես մի երկու հատ դրոշ դնեն ադրբեջանական ժողովուրդը այդ դրոշների արանքով գնա գա սովորի, հետո կամաց այդ ամեն ինչը անեն, այդ 300,000 ադրբեջանցու թեման էլ սկսեն իրականացնել, բայց ես իսկապես կարծում եմ, որ գիտեք, հաճախ երբ որ իմ համախոհների հետ խոսում եմ, ասում են, դե կա իրանցի վատ օրինակը, հիմա բա ոնց ենք պաշտպանություն կազմակերպելու, ինչքան ուզում եմ վատ օրինակ լինի։ Եթե միտեղ վտանգ կա, պիտի այդ վտանգը փորձես մեկուսացնել, ինչքան ուզում եմ վատ օրինակ լինի, ինչ ասեմ, հիշողությունից ջնջեք իրանցը, հիշողությունից, չէ, նկատի չունեմ հիշողությունից ջնջեք իրանցը եւ մոռացեք իրանց գյուղի մասին, որովհետեւ Տարոն Չախոյանը կարող է հիմա օրինակ մոնտաժել եւ իր ձևերով ներկայացնել, նկատի ունեմ այդ եթե խանգարում է որոշ հիշողություններ ձեր պայքարի համար, դրա համար այդ փորձեք այդ հիշողությունները բթացնել, որովհետեւ ամեն անգամ պետք է պայքարել։ Ճիշտ է, ամեն մի պարտություն հաջորդը ավելի է դժվարացնում, բայց այդ չի նշանակում, որ պետք է այդ դժվարությունների միջով չանցնենք։ Այնպես որ այդ ահաբեկչության ծրագրի իրականացումը հիմիկվանից սկսվել է եւ մեր կառավարության, Հայաստանի կառավարության 2026-2031 թվականի ծրագիրը Հայաստանի դեօկուպացիան է եւ այս բանից գերությունից ազատվել է, ընդ որում ոչ միայն գերություն նկատի ունեմ ինձ, ձեզ եւ այս տարիներին իրար հետ շփվող մարդկանց, այլ նաեւ նրանց, ովքեր ընտրել են Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին ընտրողը գերի է։ Նայեք, չի կարող մարդը, նորմալ մարդը, ազատ անկախ մարդը ընտրի մեկին, ով որ զոհել է հայ զինվորին, խաբելով զենք է տվել, ասել է դու գնում ես հայրենիքդ ես պաշտպանում, սա վերջին Սարդարապետն է եւ հիմա ասում է Արցախը, գիտեք, երբեք մերը չի եղել։ Չի կարող նորմալ
ազատ անկախ մարդը այդպիսի մարդու ընտրել։ Այդպիսի մարդու կարող է ընտրել միայն զենքը գլխին դրած մարդը եւ կապ չունի զենքը արտաքինից են sense գլխին դրել, թե sense գլխի մեջ է զենքը։ Հիմա մենք այդ զենքերը պետքա մեր սիրելի հայրենակիցների գլխից հանենք սիրով, համբերատարությամբ, համերաշխությամբ։ Բայց տեսեք, երբ որ մարդիկ ասում են, որ Տիգրանաշենը պետք է պաշտպանել, դե ինքը արդեն բացառապես քյարքի է անվանում, երեք ասում են պատերազմեք ուզում, դուք պատերազմեք ուզում, Առհասարակ, նայեք, չկա այդպիսի առաջնորդ, որը իր ժողովրդին կվախեցնի պատերազմով։ Ես, չէ, Նիկոլ Փաշինյանը մեր առաջնորդը չի, ներողություն։ Նիկոլ Փաշինյանը ահաբեկչական խմբի պարագլուխ է, նա մի քանի հոգի այնտեղ Ալեն Սիմոնյանն, Ռուբեն Ռուբինյանն, Վագն Ալեքսանյանն եւ այլն։ Իրանց առաջնորդն է, որովհետեւ իրանք շահ ունեն Նիկոլ Փաշինյանից, պարգևավճար է, բան է, այնտեղ կարան ազգային ժողովի ամբիոնից մի աստիճան վերև նստեն, իրանց առաջնորդն է, ընդունում ենք, հա։ Այն հիշում եք այն բանին, ինչ էր անունը, որ բան դուրս եկա ֆրակցիայից Հովիկ Աղազարյանի հետ։ Հակոբ այն որ sense նստածրել էին այդ իրանց կրուժոկով այդ բան մաֆիայի խմբով ու մուննաթ էին գալիս վրան։ Պարոն Ասլանյան, դե հələ մի հատ ասեք Նիկոլ Փաշինյանի շնորհիվ չի որ դուք դեպուտատ եք դարել, այս մակարդակի ինչ որ բան են փողոցային կյանքը երևի այտենց խնդիր է առաջացրել, որոշել են դառնան Հայաստանում քաղաքական գործիչ, որպեսզի այդ փողոցային բարքերով ապրեն։ Պիտի հակառակը լիներ, էլի, ասենք այդ պատանեկության տարիներին պետքա բավարարված լինեին այդ կյանքով, որ հետո չվերադառնային այդ կյանքին, զարգանային։ Սրանց մոտ հակառակն է, ռեգրես են ապրում, բան քաղաքականության մեջ մտնելու։ Հա, ինչ էի ասում, մի խոսքով իրենց առաջնորդն է, չկա այդպիսի առաջնորդ, ղեկավար, որը վախեցնի։ Ասենք պատկերացրեք հայրը վախեցնի անընդհատ իր երեխային, ասես վախեր սերմանի, վախեր։ Օրինակ, ես մի ազատամարտիկ գիտեմ, որ ինձ որ հարցնում էի, վախ արդյոք ունեցել է պատերազմի ժամանակ, որովհետև նորմալ բան է վախը պատերազմի ժամանակ, ես ինքս է պատերազմին մասնակցել եմ, նենց չէր որ երկաթից էի, բնականաբար տեղ-տեղ այ վախեր են առաջանում։ Հիմա բայց ինքը փաստորեն իր անկերներն էլ պատմում են, այդ վախի զգացողությունը ամենը բացակայում էր եւ ինքը ասաց, որ իր մայրն է, որ ամբողջ իր կյանքում անընդհատ կրկնել է, չվախենաս, չվախենաս, չվախենաս։ Հիմա Հայաստանում վախենալը արդեն մեղք է, որովհետեւ մենք չպետք է վախենանք այս ահաբեկիչներից, քանի որ այնպիսի բաների վրայով են անցել, որ պարզապես աբսուրդ է վախենալը, բայց այնուամենայնիվ առաջնորդը, որը այսպես վախ կսերմանի, դա նշանակում է ոչ թե քո առաջնորդն է, այլ թշնամու կամակատարն է։ Հիմա սրանք թշնամու կամակատարն են։ Բայց մյուս կողմից մենք պատերազմից չենք վախենում, որովհետև Աշոտ Փաշինյանի նման ազատամարտիկներ ունենք, որոնք անձնազոհաբար կգնան Արցախում կռվելու եւ մամայի հետ, հա, որովհետև իր մաման էլ է իր հետ պատերազմում ու չեն նահանջի նույնիսկ եթե հրաման տան, դրա համար պետքա չվախենանք, բայց նաև չպետքա պատերազմից վախենանք, որովհետև ավելի լավ է պատերազմ լինի, քան թե այս Նիկոլ Փաշինյանին կլինեն, որովհետև հասկանում եք, եթե պատերազմ լինի Հայաստանում, մենք կարողանանք օրինակ Ադրբեջանին ագրեսոր հանել, որ նա ագրեսոր է եւ որովհետեւ Ադրբեջանը ոչ որևէ հիմք չունի Հայաստանի վրա հարձակվելու, Հայաստանը սուվերեն տարածք է, հա, տարածքային իր ամբողջականությունը խախտում են, մենք էլ այնտեղ չգիտեմ, ասենք մեր գերիների հարցով ենք զբաղվում, մարդասիրական հարց ասենք, ախպեր գերիներին վերադարձրու, նոր նստենք բանակցային սեղան, հա, մնացած հարցերը լուծենք։ Չենք կարող մենք երբ որ գերի ունենք, այդ հարցերը լուծենք։ Եվ այդ ժամանակ արդեն Ադրբեջանը երբ որ ագրեսոր կհամարենք, միջազգային դատարաններ կգնանք, մեր դաշնակիցների գործընկեր պետությունների հետ կբարելավենք մեր հարաբերությունները եւ պատերազմը այլևս վախենալու չի։ Եվ այդ ժամանակ ոչ թե զինվորները կլինեն ընտրության ադբոյից հետո Նիկոլ Փաշինյանի կեղծիքներին մասնակից, այլ կլինեն զինվորներ, որոնք պարապում են, մարզվում են, որպեսզի պաշտպանեն հայրենիքը եւ գեներալները ամենակարևորը այն գեներալները, որոնք սրանք հեռացրել են բանակից, բնականաբար կվերադարձվեն բանակ եւ արժանապատիվ իրենց ծառայությունը կանցնեն, իրենց գիտելիքները, հմտությունները կներդնեն։ Այս իմաստով եթե նայում եք, այդպես ասեք այդ տղաները, որ զոհվեցին, այդ կարող է ինձնից ձեզնից ինչ որ մեկից վատն էին, հա, որ տենց գնացին իրենց կյանքը զոհեցին եւ հիմա իրենց արյան վրա Նիկոլ Փաշինյանը գրում է բանը, Արցախը
Հայաստան բան մերը չի եղել երբեք։ Այդպես բան չկա։ Այդ մենակ այդ զինվորների ընդհատված կյանքերը հարգելու համար բնականաբար պետք է չվախենալ սրա ասածներից։ Մյուս կողմից մի բան էլ պետք է ասեի, հա։ Ես քանի որ բայց զինվորների թեմայից խոսեցիք, մենք սարսափելի վիճակ է բանակում, մահերը ինքնասպանություն են որակում, բայց ինչպես ասում են, չգիտեմ, պատկերացրել է ծնողը, որը 2 երեխա ունի եւ երրորդին էին սպասում, մեկը ինքնասպանություն է գործում։ Երեք միջազգային մամուլը գրեց նաեւ որ հերթական զոհը կա պայմանագրային է տանը պետք է գնալ դիրքեր վարսանալ, տանն է արդեն իրեն իր կյանքին վերջ տվել։ Ու Սուրեն Պապիկյանը այսպես խոսում է, որ վթար արինում, էս արինում, են արինում, ինչ բննական գշպետնա մեղավոր, լավ էս Այո, ՊՆՆ եւ ԳՇՊ-ն է մեղավոր, որովհետեւ եթե դուք նայեք օրինակ մինչեւ 2000-ականների սկիզբը եւ հետո դուք կտեսնեք, որ ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերը զգալիորեն նվազում են։ Դա բնականաբար կառավարման, բանակի կառավարման մեթոդաբանությունից է։ Հիմա ամբողջ ովքեր որ ծառայել են գիտեն, այն ստորաբաժանումներում, որտեղ պարապություն է, այդ ստորաբաժանումներում ոչ կանոնադրային հարաբերությունները ավելի շատ են։ Ինչու, որովհետև զինվորը մնում է պարապ, եւ այդ պարապությունը իր լրացնում է ինչ-որ հարաբերություններ պարզելով։ Այն ստորաբաժանումներում, որտեղ կանոնակարգը պահպանվում է եւ զինվորները ըստ օրացույցի առաջնորդվում են, գնում են կրակային, ֆիզո են անում, չգիտեմ, դասերն են անում եւ այլն եւ այլն, այդ ստորաբաժանումներում ժամանակ չունի զինվորը անձնական հարցեր պարզելու եւ դրա համար չեն լինում այդպիսի դեպքեր։ Հիմա մեր բանակը պարապության բանակ է, որովհետեւ մեր բանակում զինվորին ասում են, գիտես ինչ կա, բանը դու մենակ նրա համար ես, որպեսի գնաս ականները հանես, կանաչ կարմիր գորգ փռես Ադրբեջանի առաջ, որ ինքը գա, եւ այդ պարագայում ու այն պացիֆիզմի նշանով էլ գնում են մտնում են բանակ, իհարկե պացիֆիզմը չի կարելի դիտարկել վատ բան, խաղաղություն ցանկանալը նորմալ բան է, բայց խաղաղություն ցանկանալը առանց պաշտպանության դա դեբիլություն է, հա։ Հիմա այս իշխանության մեջ, ներողություն իշխանության բառի համար, այս ահաբեկիչների մեջ կան նաև դեբիլներ, օրինակ կան դավաճաններ, բայց կան նաև դեբիլներ, որոնք կարծում են, որ այս թուրք-ադրբեջանական պայմաններում, որտեղ իրենց պապերը ցեղասպանվել են, կարծում են, որ դե կարելի է ապառազմականացվել։ Օրինակ տենց դեբիլներ շատ կան, որոնք 2018 թվականից առաջ էլ քարոզում էին ապառազմականացում, պատկերացրեք Հայաստանի, որ Ադրբեջանի պես դիկտատորական կանոնները չհարգող պետության հետ գործ ունի, ասում են դե պետք է մենք ապառազմական անանք, այ քեզ բան։ Ու տենց բաներ էին անում, ինչ որ, չգիտեմ, վարժանքներ էին անում, ասենց պրոյեկտորով գցում էին ու սկսում էին sense ոտին գցած բացատրել թե ինչ ճիշտ է ապառազմականացումը, բայց դրանք եկան իշխանության, հա, այդ ովքեր որ քարոզում էին այդ ապառազմականացումը, խնդրեմ, օրինակ կա Աննա Ժամակոչյանը, ով սոցիալական հարցերի փոխնախարարն էր, ինքը ապառազմականացման քարոզներ էր տանում, հետո եկան իշխանության։ Հիմա ուզում եմ ասեմ, էսա, որ մի մասը իսկապես դավաճան է, մի մասը պարզապես տենց մի քիչ խելքից թույլ է։ Էդ էլ է կրթության խնդիրն է իհարկե նաև որ խելքից թույլ են, այստեղ կարելի է նաև նախկիններին մեղադրել դրա համար։ Ինչևէ, վերադառնալով այդ զինվորների հարցին, հիմիկվա զինվորի եւ պաշտպանության նախարարության շահերը չեն համընկնում։ Երթումը, որը զինվորը տալիս է, որ անվերապահորեն պաշտպանել հայրենիքը եւ դրա համար չխնայել կյանքը եւ այլն, այդ տված երթումը, այն ինչ որ խոսվում է ազգային ժողովից, այդ զավթված օկուպացված ազգային ժողովից չի համընկնում իրար, հասկանում եք, իսկ երբ որ զինվորի շահը չի համընկնում այդ տուրուդմփոցների շահին, բնականաբար բան է լինում, նշանակում է, որ երկիրը օկուպացված է։ Օրինակ ասենք ոնց որ Ֆրանսիայի զինվորի շահը չէր համընկնում Վիշիի կառավարությամբ, Վիշիի կառավարությունը այդ երբ որ Հիտլերը օկուպացրել էր Ֆրանսիան, այդ կառավարությունն է։ Այդ Ֆրանսիայի զինվորի շահը չէր համընկնում։ Դրա համար գեներալ Դը Գոլը գնաց Անգլիա, այնտեղից սկսեց քարոզել իր զինվորներին, որպեսզի ապստամբեն, եւ ինչպես գիտենք, շատ հայեր, այդ թվում Միսակ Մանուշյանը, ապստամբեցին։
Հիմա Հայաստանում այդ իրավիճակն է։ Եթե նայեք հայ զինվորը, ով որ ոչ թե ապստամբել է, այլ անհամաձայնություն է ցույց տվել, կամ բանակից հեռացել են, կամ բանտում է։ Հրամանատարն, օրինակ Աշոտ Մինասյանը անհամաձայնություն է ցույց տվել, որովհետև իր շահը չի եւ իր զինվորների շահը չի համընկնում սրանց շահի հետ, դրա համար իրան բանտարկել են։ Ֆրանսիայում այլ իրավիճակ էր, Ֆրանսիայում ապստամբության կոչ էին անում գեներալները, ոչ թե, ասենք, բան էին, երբ որ հարցը իրենց էր վերաբերում, ասում էին եկեք այն հանձնաժողով հրավիրեք ազգային ժողովում, ես ցույց տամ թե ինչ անմեղ եմ, հա, նախկին զինվորականներից մեկի մասին է խոսքը։ Սա ցույց է տալիս, որ մենք այս վերաբերմունքը բարձրաստիճան սպաների, այո, ցույց է տալիս, որ եթե որ ռազմական էլիտան բավարար կոշտացած չէր, կազմակերպված չէր, որ հիմա Հայաստանի քաղաքացիները այս 8 տարուց առնվազն 5 տարին այս ճանապարհով չանցնենք։ Պատկերացրեք, եթե մենք ունենայինք այնպիսի ռազմական էլիտա, ինչպիսին օրինակ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ասեն Թուրքիան ուներ, որ Աթաթուրքը փաստացի փրկեց այդ իրանց երկիրը ամբողջական վերացումից, հա, կամ նույնը Ֆրանսիայի օրինակը բերեցինք, կամ Ֆրանսիայի պես, ասենք, դգոլներ լինեին, որոնք կարողանային այդ օկուպացիաներից ազատ էին Հայաստանին։ Բայց ոչինչ, այս ամեն ինչը պետք է ուղղակի դասեր լինեն, այն որ ասում են պատմությունից դասեր սովորեք, իրականում պատմությունը հենց մեր միջով է անցնում։ Ես մի հատ գրականության ուսուցչի ունեի, Նայինե Սադոյանը, ասում էր, բանը այդ խելոք, ասում է, ոնց էր ասում, հիմար մարդը սխալների վրա չի սովորում, նորմալ մարդը ինքն իր սխալների վրա է սովորում, իսկ խելոք մարդը ուրիշի սխալների վրա է սովորում։ Սովորենք ուրիշի սխալների վրա։ Ըստ էության Փաշինյանը բացեց, այսպես ասենք, հա, ամուսնությամբ իրականությունը, ուղիղ ասած, թե չէ նոր էր բացել։ Եկեղեցու դեմ իր արշավը ինչով է պայմանավորված, նախ Արցախ։ Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Փաշինյանը շարունակում է ներվել, որ պատերազմների ժամանակ նաև աղոթք է բարձրացնում Արցախի համար, եւ ըստ նրա դրանով եկեղեցին դարձել է Դա ինքն է գնում է քարոզչության ինստիտուտ։ Խնդրեմ։ Դա ինքն էլ գնում է եկեղեցի ու աղոթք է բարձրացնում Տիգրանաշենը հանձնելու վրա։ Ինքն է ցեղասպանության քարոզիչը։ Բնականաբար ճիշտ է անում Գարեգին II-ը ամենայն հայոց կաթողիկոսը, որ Արցախի հարցն է բարձրացնում, որովհետև մենք ունենք 150,000 էթնիկ զտված մարդիկ, որոնք մեկ անձի պատճառով իրենց տուն տեղից, իրենց հիշողություններից, իրենց բնական միջավայրից հիմա զրկված են։ Եվ այդ մարդիկ նաև ապրում են սոցիալական ծանր վիճակում, հա, եթե այն ժամանակ տուն ուներ մարդը, հիմա ստիպված պետքա վարձով ապրի, ասենք տանտերն էլ, եթե լավը չի, գա սկսի ինչ-որ վարձը շուտ ուզել կամ գա, ասենք տան վրա տեսնի, չգիտեմ, այս բաժակը ինչի է ճաքել, հələ մի հատ 20,000 այս բաժակի համար տվեք եւ այլն, ու այս իրավիճակում բնականն է, որ եկեղեցին քրիստոնեությունը պետքա լինի այն մարդու կողքին, ով մխիթարանքի կարիք ունի։ Չէ՞, այսինքն հիմա բաուն կողքին պետք է լինի, Ռուբեն Ռուբինյանի կողքին կամ Վահագն Ալեքսանյանի, լավ կարան ասենք, օրինակ Վահագն Ալեքսանյանը որևէ քահանայի նախկին կարգալույց, օրինակ Ստեփանին խնդրի, որ աղոթի, որպեսզի Վահագն Ալեքսանյանը տրուսիկ ունենա։ Բայց Վահագն Ալեքսանյանը տրուսիկ ունենալը մյուս մխիթարվողներին չի մխիթարելու։ Դրա համար այս իմաստով նորմալ է, որ կաթողիկոսը Արցախի համար աղոթում է եւ ինչու՞ չէ նաեւ պետք է աղոթել նաեւ չնայած արդեն եկեղեցին սրբադասեց ցեղասպանության անմեղ զոհերին եւ մի հատ էլ է ինչ որ բան էլ է ուզում ասի մտքիցս դրավ այս թեմայով Եկեղեցի Արցախ հա եկեղեցի Արցախ վեհապար հայրապետ լավ օթասում հիշեք գաք ձեր խոսքին բայց նաև ես մի բան եմ ուզում ավելացնել տեսեք արդեն այսօր ինչ է ասել չէ մինչև դա դուք գրառում եք արել հայտարարությունը նաև այսպես ասենք հա միջազգային կառույցների միջազգային անալիտիկ կենտրոնների այն բռնաճնշումների վերաբերյալ որ Հայաստանում տեղի ունենում ինչպես են իրենք ներկայացնում իբր պրոռուսական այսպես ասենք հա կողմնորոշում ունեցող մարդկանց է բանտում խնդրում ես հայտարարություն օրինակ հետո նման դրվագ մենք Անդրանիկ Թևանյանի մասով եք ականատես եղել
Երեք եվրոպական իրավապաշտպանական մի համաժողով էր, որտեղ զեկուցողները ներկայացնում էին, որ Փաշինյանը կարողացել է եվրոպացիներին խաբել իր բռնաճնշումներով, թե դա ռուսական ազդեցությունն է եւ ռուսական ազդեցությունը վերացնելու համար է, ինչը մասամբ է ճիշտ, ամբողջությամբ ճիշտ չէ, որովհետեւ 2019 թվականին երբ դատարաններն էին շրջափակվում, անձամբ ես գիտեմ, որ գոնե Հելսինկյան կոմիտեն եվրոպացի չինովնիկներին ներկայացրել է իրավիճակը եւ նրանք ցույց են տվել անտարբերություն, որովհետեւ եւ հակառակը Եվրոպայի խորհրդում Հայաստանին կոչում էին հետսովետական երկրների ժողովրդավարության դրախտ այն պայմաններում, երբ որ այստեղ օրինակ դատարանները շրջափակում են եւ դատավորների գլխին գործ էին սարքում։ Հիմա այդ իմաստով կա, հա, որ Փաշինյանին իսկապես ես օրինակ երբ որ միավորված ազգերի կազմակերպություն էին գնացել, այնտեղ բացահայտվեց, որ այս սրանք փորձել են մեր զեկույցները թույլ չտալ, որպեսզի գնա հասնի մյուս պետություններին, այսինքն փորձել են ճնշումներ իրականացնել, որ դա տեղի չունենա։ Դա բնական է, որ սրանք այդպես աշխատել են, այդ ամբողջը հնարավոր է, բայց օրինակ ձեր ասածը վերաբերում էր գերմանական Deutsche Welle լրատվականին, որը Ռոբերտ Քոչարյանի առևանգումը ներկայացել էր որպես, այսպես էր գրել վերնագիրը, որ Երևանում ձերբակալել են նախկին նախագահ պրոռուսական բլոկի առաջնորդին։ Ինչի պրոռուսական բլոկը կարեք ասեք ինչի համար են նշում, որպեսզի եվրոպացի ընթերցողի համար թվա թե ամեն ինչ արդար է, որովհետև Եվրոպայում ռուսականությունը այնքան ատելության մեջ արդեն պաթոլոգիա է ասել, հա, արդեն ռուսաֆոբ են այդ մարդիկ, որ եթե պրոռուսական ես գրում, մտածում են դե հետա պրոռուսականը, ուրեմն արդար է որ բռնել են։ Օրինակ պատկերացրեք, եթե բռնեին օրինակ Դանիել Յոհաննիսյանին, Deutsche Welle-ն չէր գրի, որ բռնել են, ասենք արևմտաֆիլ Դանիել Յոհաննիսյանին, չէ՞, կասեին հասարակական գործիչ Դանիել Յոհաննիսյանին։ Սա նուրբ լրագրողական տենց հմտություններ է, որտեղ դու տեսնում ես այդ ռոպագանդան եւ այդ արդարացումը բռնապետության հանդեպ։ Բայց վերադառնալով եկեղեցու թեմային, մի կարևոր բան կար, որ պետք է ասել։ Տեսեք, կաթողիկոսը, երբ որ աղոթում է Արցախի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը ում է ներկայացնում, հա, Ստեփան Ասատրյանը եւ Արամայիսը կարգալույցները, որոնք կեղծ ցուցմունք էին տվել Գեղարքունիքի թեմի առաջնորդի ու հաշվապահի վրա, Նայրա Ալավերդյանին նրա ցուցմունքի հիման վրա ապօրինի կալանավորել էին։ Ապօրինի կալանավորել էին, այդ կինը 2 ամիս կալանքի տակ է եղել, դրա ընթացքում նրա մայրն է մահացել։ Ու հետո ինչ է, կեղծ ցուցմունքի մեջ ինչ էր, ասել էին, որ հափշտակություն են արել, հա, դրամի եւ իրենց աշխատավարձը չեն վերադարձել։ Արդյունքում այդ դատական գործընթացի ընթացքում ստուգել են փոխանցումները, հաշիվները այդ կարգալույցների եւ կարգալույցների հաշիվները ցույց է տվել փոխանցումները նորմալ կատարել։ Դուք պատկերացնում եք, սրա համար է էական հասկանալ, որ Հայաստանում այո պատերազմը եւ այդ պատերազմը այս խառնվածքի տեր մարդկանց, այս քաղաքակրթության մարդկանց դեմ է։ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է այդ պանիքը, այս մուտիլովշիկների հայերեն ասած, հա, դրա համար շատ էական է հասկանալ, որ առհասարակ պատերազմները հենց լինում են այսպիսի պատճառներով, օրինակ եթե Բեն Լադենը սեպտեմբերի 11-ը անում, Ալ-Քաիդայի դեմ պատերազմելը, չպատերազմել նորմալ չի։ Հիմա երբ որ սրանք սահմանադրությունն են խախտում, երբ որ ահաբեկչական ծրագիր են ներկայացրել, այդ դե կառավարության չի, էլի կառավարության ծրագիրը դեօկուպացիան է Հայաստանի, որը մեր մտքերում է, բայց հա այդ ծրագիրը որտեղ ներկայացել են ու ասում են, որ ճիրում կաթողիկոսի պետք է հեռացնեն, իրանց դրա, այսինքն ահաբեկիչ են, որովհետև ինչ է ահաբեկիչը, ահաբեկիչը կազմակերպված խումբ է, որը օրենքից, օրինականությունից դուրս է գործում։ Հիմա իրանց բերածը, հաստատածը, այդ 63-ի քվեարկածը ինքը հակասահմանադրությունից, օրենքից, միջազգային իրավունքից դուրս է գործում, չեղավ ահաբեկիչ են, ահաբեկիչ են։ Իսկ ահաբեկիչների դեմ պետք է պատերազմել։ Հիմա պատերազմը պարտադիր չի զենք ու զրահով լինի, մտքով, չգիտեմ, դատական հայցերով, չգիտեմ, այլ երևակայական, քաղաքական
մեթոդներով պետք է պայքարել, իհարկե պետք է պայքարել եւ պատերազմել, այնպես որ պատերազմը չի ավարտվել եւ հայ ժողովրդի առաքելությունը աշխարհի կարգ ու կանոնի հաստատման եւ միմյանց հարգանքի տարածման սկզբունքները կարող են լինել այո նաեւ պատերազմով եւ սա այն առաքելությունն է, որը մենք իրականացնում ենք ու դրանից հետ կանգնելը կյանքը դարձնում է անիմաստ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այս ջղաձգումները, հյուսերիկ հայտարարությունները կզասնելու եմ, սատկացնելու եմ, սեմանելու, ոչ մեկին ըստեցիոն չէր վախեցնում։ Երեք ինքը Լևոն Քոչարյանն էր ասած, ոչ մեր երեխեքին չեն կարող էի վախեցնել այս ամեն ինչով։ Դե ես վստահ եմ, որ չեն կարող վախեցնել, չէ, ինչ որ զանգվածի բնական, օրինակ պարզ է, չէ, որ եւ Գայք Ծառուկյանին պարկաստում են գետին ԱԱԾ-ով, դա ուղերձ է մյուս գործարարներին, օրինակ։ Մյուս գործարարները վախենում են։ Հիմա ասում է, տեսեք Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի հետ sense են վարվում, ասենք մեր հետևից կգան ավելի լավ է չֆինանսավորենք ոչ մի բան, հեռու մնանք այդ բանից հայերի իրավունքների պաշտպանողներից ու քաղաքակրթությունից։ Հա, բայց գիտեք, այստեղ այլ հանգամանք կա։ Նայեք, թե Արեգնազ Մանուկյանի, թե Ավետիք Չալաբյանի, Անդրանիկ Թևանյանինը չեմ հիշում, բայց օրինաչափություն է, որ սրանք մտնում են հատուկ առավոտ շուտ տուն, որպեսզի վախեցնեն հենց ընտանիքին, հոգեբանական տերոր իրականացնեն։ Իմ տատիկիս մորը երբ որ տարան, ինքը 9 տարեկան էր, դա 37 թվականներ, ու նույն մեթոդով էին տարել։ Դե բոլշևիկ էին այն ժամանակ, ստալինիստներ էին։ Հա, այդ ստալինյան ձեռագիրն է։ Ու իմ տատիկը իր ողջ կյանքը ապրել է այդ ստրեսով, դե հետո գնդակահարել են, թու հիմա 2001 թվականին Հայաստանը Եվրոխորհուրդ մտնելուց, իդեպ Քոչարյանի երևի դրա համար էլ են ատում, որովհետև Քոչարյանի ժամանակ է վերացվել մահապատիժը։ 2001 թվականին, երբ որ մենք դարձանք Եվրոխորհրդի անդամ, իդեպ այդ բանն էլ պրոռուսական են Քոչարյանին ասում։ Քոչարյանի ժամանակ Հայաստանը Եվրոխորհուրդ է մտել։ Ասեք դրանից պրոարևմտյան բան տեղի ունեցել է այս երկրում։ Ֆրանսիայի հետ ինչ հարաբերություններ։ Էդ էլ մյուս կողմից Ժակ Շիրակի հետ հրաշալի հարաբերություններ, չէ, իհարկե, չէ, դե լավ, դա մի կողմ։ Հիմա ասածը սենա, որ այս վարկը, որը դրսևորվում է, այս վարկը ինքը հանրային անարգանքի պետք է լինի, հա, պիտի հանրությունը որևէ կերպ չարդարացնի, ասենք, ես տեսա օրինակ Ազատություն ռադիոկայանի նախկին քարոզիչ Սիսակ Գաբրիելյանն էր, որ ասել էր դե ինչ է, հիմա պետքա ամեն մի բանտարկված, չգիտեմ, սերը, բանը, տարիքը հաշվի առնենք, հա, բա ինչ պետք է անենք, պիտի հաշվի առնենք, որովհետև այս բոլտուգայքի աշխարհ չի, այստեղ կան ֆիզիոլոգիական հատկություններ եւ հոգեբանական հատկություններ, որ պետք է հաշվի առնենք։ Հիմա դուք պարզ է հաշվի չեք առնի, որովհետև դուք 150,000 մարդու բանը հաշվի չառաք։ Հա, բայց առհասարակ նորմալ մարդկային հարաբերությունների համակերպության պայմաններում բնական է, որ պետք է, ես հասկանում եմ, որ այդ տղան երկար ժամանակ Ամերիկայից ֆինանսավորվելով, աշխատելով չի կարողացել հասկանալ այդ ժողովրդավարության բաները, բաղադրիչները, բայց դա իր խնդիրն է, դա մեր պետության խնդիրը չի, որ հիմա ասենք ինքը այնտեղ գնացել է ազգային ժողովում ու հայ ժողովրդին է ներկայացնում։ Շնորհակալություն։ Խնդրեմ։